Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյում գտնվող տունը, որտեղ նա անցկացրել է կյանքի վերջին 17 տարին, հանվել է աճուրդի։ Լուրը տարածվեց ուղիղ 1 տարի առաջ։ 2729 W Griffith Way հասցեում հասարակ սվաղող կառուցված տունը 1981 թվականի Սարոյանի մահվանից հետո ունեցել է 3 սեփականատեր, 2 անգամ հայտնվել է սեփականության իրավունքը կորցնելու վտանգի տակ։ Very sad. Հարևան Էրնի Բական ասում էր, որ տունը վարձակալության է տրվել եւ զավթվել է ապօրինի հողակալների կողմից։ Տունը, որի ճակատին տեղադրված է Օսկարակիր եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկրի հուշատախտակը, դատարկ է սեփականության իրավունքից զրկված լինելու իրազեկումով։ Տունը ներառված է Ֆրեզնոյի պատմական արժեքների ցանկում։ 1989-ին հուշատախտակ է տեղադրվել, որի վրա գրված են այն 10 գրքի վերնագրերը, որոնք Սարոյանը գրել է այդ տանն ապրելու ընթացքում։ Աճուրդը տեղի ունեցավ մայիսի 5-ին Ֆրեզնոյի շրջանային դատարանում։ Պարզ դարձավ, որ գնորդը հայ է, Արթուր Ջանիբեկյանը։ Վիլյամ Սարոյանի առանձնատունը վերակառուցվել է որպես տուն-թանգարան։ Այս մասին տեղեկացրեց Ջանիբեկյանի ստեղծած ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը, նշելով, որ քայլին գնացել են խորապես գիտակցելով Սարոյանի ժառանգության համամարտկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը եւ նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից։ Առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան։ Այն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով, հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար։ Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ եւ այլ մշակութային միջոցառումներ։ Ինտելեկտուալ ռենեսանս հիմնադրամը մշակում է եւ շուտով հանրության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը։ Արկադի Գրիգորյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։